Հայաստան։ Նախ ցանկանում եմ մի հարցի շուրջ խոսել, շատերին է հետաքրքրում, թե ինչ է լինելու ապրիլի 9-ին։ Կոնկրետ ես իմ կարծիքով ոչինչ չունեմ մտածելու։ Այդ հարցին թող պատասխանի Սերժ Սարգսյանը։ Ես ապրիլի 9-ին լինելու եմ այնտեղ, որտեղ լինելու է Ռաֆի Հովհաննիսյանը։ Խոսք բարձրացվեց կրթական ոլորտից։ Քանզի բոլոր ուսխորհուրդները այսօր ծառայում են հանրապետական կուսակցությանը, բոլորը արդեն սկսել են իրենց քարոզները ի օգուտ հանրապետական կուսակցության։ Քանի դեռ չի սկսվել Երևանում ավականու ընտրությունների քարոզարշավը, ես չեմ անդրադառնա որևէ կերպ եւ որևէ ձևով չեմ մեկնաբանի նրանցից կողմից կատարված ցանկացած արարք։ Արդեն տեղեկություն ենք ստացել, որ մի շարք մարզպետներ, որոնց անունները դեռևս հրապարակելու զերծ կմնա, պարտադրել են իրենց մարզերում դասավանդող ուսուցիչներին կազմել Երևան քաղաքում գրանցված անձանց ցուցակ 10-ից 20 հոգու։ Եթե շարունակեն այսպես, ես կհրապարակեմ եւ մարզպետների անունները, եւ դպրոցի տնօրենների անունները, եւ մի շարք այլ խամաճիկների անուններ։ Ես հիմա խոսելու եմ փաստերով, այդ իսկ պատճառով օգտվում եմ իմ կողմից, կրկնում եմ, իմ կողմից կատարված գրառումներից։ Սիրելի ժողովուրդ, երեկ ինձ համար շատ նշանակալի օր էր։ Կյանքումս առաջին անգամ պատիվ ունեցա հանրապետության նախագահի հետ դիտելու Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Ես այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս, թե մեր տղաները պարտվեցին 0-3 հաշվով։ Այո ֆուտբոլ է, այո սպորտ է, միտեղ որտեղ կա հաղթանակ, կա նաև պարտություն։ Սակայն ցանկանում եմ խոսել մի հանգամանքի մասին, որ ինձ մոտ ուղղակի զզվանք կամ նողկանք է առաջացնում, կարծում եմ ձեզ մոտ նույնպես։ Ուզում եմ անդրադառնալ հետևյալ երևույթին։ Ինչ է նշանակում, երբ մարդիկ գնել էին ֆուտբոլի տոմսեր, այցելել էին մարզադաշտ, որպեսզի դիտեն մեր հավաքականի խաղը, բայց նրանց արգելափակում են ոստիկանները ասելով. դե տոմս ունեք շատ լավ է, բայց ներսում նստատեղ չկա։ Ինչ է նշանակում, երբ վաճառվում է հսկայական քանակությամբ տոմսեր, սակայն այդքան նստատեղեր չկան մարզադաշտում։ Այսինքն կրկին լոտո են խաղում մեր ժողովրդի հետ։ Գումար են ծախսում, տոմս են գնում, հերիք չէ, մի հատ էլ պետք է շահեն, որ ներսում տեղ լինի, որ գոնե նստելու տեղ ունենան։ Լավ հասկացանք, ֆուտբոլով լոտո եք խաղում, շախմատով գումար եք խաղում, որ ինչ անեք։ Եվ ով է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Այդ հարցը կրկին մնում է օդում։ Ներկայիս քրյա օլիգարխիկ համակարգի աճպարարների վրա դեռևս արյան շիթեր կան։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Մեր սրտերում միշտ վառ կմնա հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը, ինչը ոմանք ուզում են միշտ կոծկած լինել։ Եվ եթե դուք խոսում եք սոված լինելուց, ավելի լավ է մարդ ուտելիքի սոված լինի, քան արյան կամ իշխանության։ Ազատության հրապարակում հնչող կարծիքներին կամ առաջարկներին ցինիզմով կամ սարկազմով պատասխան տվողներին ոչ մի լավ բան չի սպասվում։ Այլ ընդհակառակը, դուք րոպե առ րոպե ավելի եք մոտեցնում ինքներդ ձեր վախճանին։ Կոնկրետ ինձ համար Հայաստանի Հանրապետության նախագահներ են եղել Ստեփան եւ Կարեն Դեմիրճյանները, ներկայումս էլ Ռաֆի Հովհաննիսյանը։ Անձամբ ես, Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան անուններով քաղաքական գործիչներ չեմ ճանաչում եւ չեմ էլ ճանաչելու։ Սիրելի հայրենակիցներ, ինձ շատ են հարցնում, թե արդյոք չեմ հոգնել երկար տարիներ ընդդիմության շարքերում լինելուց։ Ասում են դարձիր իշխանամետ, փող էլ կունենաս պաշտոնել։ Պատասխանը մեկն է։ Նախ եւ առաջ ես թքած ունեմ եւ այդ փողերի եւ այդ պաշտոնների վրա, որոնք ինձ առաջարկում են մի շարք խամաճիկներ, որոնք ծառայում են ներկայիս վարչախմբին։ Երկրորդ, արդեն ժամանակն է,
որ մի շարք օճառապաշտներ իմիջիայլոց սա սապոնվող բառի թարգմանությունն է հատուկ Էդվարդ Չարմազանովի համար։ Զատնիչկա բառն էլ նահանջ չկաներ հիշեցման կարգով։ Ժամանակն է, որ մի շարք օճառապաշտներ հասկանան, որ ես, դուք սիրելի ժողովուրդ, եւ Ռաֆի Հովհաննիսյանը, մենք բոլորս միասին, փետրվարի 19-ից սկսած արդեն իշխանություն ենք։ Մենք իշխանություն ենք, նրանք ընդդիմություն են։ Մենք մեծամասնություն ենք, նրանք փոքրամասնություն են։ Տեղին եմ համարում հիշեցնել նաև Էդվարդ Շարմազանովին հետևյալ իր կողմից արված արտահայտությունը, մեջբերում եմ։ Ասեց, մեր ընտրողները տանը նստած աշխատում են։ Ըստ Մուկուչյանի կողմից հրապարակած տվյալների, իրանք ստացան 800,000-ից ավել ընտրող, եթե չեմ սխալվում։ Ինչ է նշանակում, թե 800,000 մարդ տանը նստած աշխատում է։ Հենց նրանք են ստիպում, որ այդ մարդկանց ահռելի քանակությունը բռնի արտագաղթի ճամփան։ Ի վերջո, այդ մարդկանց սարքում եք գաղթական, որ ինչ անեք։ Այս համանadrությունն ասում է. իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իշխանությունը լուծը վստահել է Ռաֆի Հովհաննիսյանին։ Եվ այն ժողովուրդը ապլինին Ռաֆի Հովհաննիսյանին է ուծելու որպես ՀՀ 4-րդ նախագահ։ Սիրելի ժողովուրդ, Սերժ Սարգսյանը ուզի թե չուզի հեռանալու է, ուղղակի վստահ եմ։ Եվ ամենավերջում խոսքս ավարտում եմ տատիկիս ասած խոսքերով, ավելի շուտ ինչպես տատիկս էր ասում, Բաղրամյան 26-ին ոչ Սաշիկն է փայատեր, ոչ էլ Սերժի հոր Դուքյանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Նարեկ, կարծես թե շախ տվեցիք Բաղրամյանի վրա գտնվող գրասենյակին, շնորհակալություն դրա համար։ Ուզում եմ ձեզ հայտնել, սիրելի ժողովուրդ, որ ինչպես դուք գիտեք, բազում համայնքներ են արտերկրից, բազում համայնքներ միացել են մեզ, ձեզ այս շարժմանը, եւ այսօր իմացանք, որ